Գիրք Եզեկիել, գլուխ 38. Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, երեսը դեպի Գոգն արա Մագոգի երկրում, դեպի Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխանը, և մարգարեացիր նրա վրա, և ասիր. այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես քեզ դեմ եմ, ով Գոգ, Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխան, և քեզ պիտի ետ դարձնեմ, և կարթեր պիտի դնեմ քո կզակներին, և քեզ պիտի հանեմ, և քո բոլոր զորքը, ձիերն ու ձիավորները, բոլորը շքեղությունով հագված վահանավորների և ասպարակիրների մեծ ժողովքը, որոնց ամենքն էլ սուր բռնողներ են, պարսիկները, եթովպացիները և փուդացիք նրանց հետ, ամենքն էլ ասպարակիր և սաղավարտավոր, Գոմերը և նրա բոլոր գունդերը, Թորգոմայի տունը, հյուսիսի ծայրերիցը և նրա բոլոր գնդերը, շատ ժողովուրդներ քեզ հետ, պատրաստ եղիր և պատրաստիր քեզ և քո բոլոր ժողովքը, որ ժողովվել են, և դու նրանց պահապանը եղիր, շատ օրերից հետո պիտի այցելվիս, տարիների վերջին դու պիտի գաս այն երկիրը, որ սուրիցը ետ է առնված, և շատ ազգերի ժողովածի վրա Իսրայելի սարերի վրա, որոնք մշտնջենական ավերակներ էին, բայց ազգերի միջից դուրս բերվեցան, և ամենքն էլ ապահով են բնակվում, բայց դու մրիկի պես պիտի վեր կենաս գաս, երկիրը ծածկելու համար եղող ամպի պես պիտի լինես, դու և քո բոլոր գունդերը, և շատ ազգեր քեզ հետ, այսպես է ասում Տեր Եհովան, և այն օրը պիտի լինի, որ սրտումդ բաներ պիտի վեր կենան, և դու պիտի չար խորհուրդներ խորհես և ասես. վեր գնամ բաց երկրի վրա, հասնեմ ապահովների վրա, որ ապահով բնակվել են, ամենքը բնակվում են առանց պարսպի, և նրանք նիգեր ու դռներ չունին, ավար հափշտակելու և կողոպուտ կողոպտելու, որ ձեռքը դարձնես մարդաշեն դառած ավերակներին, և դեպի այն ժողովուրդը, որ հավաքված է ազգերի միջից, որ խաշինք ու ապրանք է ստացել, որ նստել են երկրի միջին տեղը, Սաբան և Դեդանը և Թարսիսի վաճառականները և նրա բոլոր առյուծները քեզ պիտի ասեն. միթե ավար հափշտակելու համար եկար դու, միթե կողոպուտ կողոպտելու համար ժողովեցիր քո ժողովքը, որ արծաթ ու ոսկի վեր առնես, որ խաշինք ու ապրանք առնես, որ մեծ ավար հափշտակես, դրա համար մարգարեացիր մարդի որդի, և ասիր Գոգին. այսպես է ասում Տեր Եհովան. ահա այն օրը, երբ որ իմ ժողովուրդ Իսրայելը ապահով կբնակվե, կիմանաս, և կգաս քո տեղերից հյուսիսի ծայրերիցը, դու ինքդ և շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը ձիեր հեծած, մեծ բազմությունով և շատ զորքով, և դու վեր կգաս իմ Իսրայել ժողովրդի վրա, իբրև ամպ երկիրը ծածկելու, վերջի օրերումը պիտի լինի, և քեզ պիտի իմ երկրի վրա բերեմ, որպեսզի ազգերը ինձ ճանաչեն, երբ որ ես քեզանով կսրբվիմ նրանց աչքի առաջին, ով Գոգ, այսպես է ասում Տեր Եհովան. դու նա ես, որի համար առաջի օրերը ասել եմ իմ ծառաներ Իսրայելի մարգարեների ձեռովը, որ մարգարեանում էին այն օրերը և տարիները, որ քեզ նրանց վրա բերեմ, և այն օրը պիտի լինի, երբ որ Գոգը կգա Իսրայելի երկրի վրա, ասում է Տեր Եհովան, իմ բարկությունը երեսիս պիտի բարձրանա, և իմ նախանձովը, իմ բարկության կրակովը խոսեցի, որ այն օրը անշուշտ մեծ խռովություն պիտի լինի Իսրայելի երկրի վրա, և պիտի դողան իմ երեսից ծովի ձկները, և երկնքի թռչունները, և դաշտի գազանները, և երկրի վրա սողացող բոլոր սողունները, և ամեն մարդ, որ երկրի երեսին է, և սարերը պիտի քանդվին, և գահավեժ ժայռերը կործանվին, և ամեն պարիսպները գետինը պիտի ընկնեն, և իմ բոլոր սարերի վրա նրա դեմ սուր պիտի կանչեմ, ասում է Տեր Եհովան, ամեն մարդի սուրը իր ընկերի դեմ պիտի լինի, և նրա հետ պիտի դատվի իմ ժանտախտով և արյունով, և հորդահոս անձրև, և կարկուտի քարեր, և կրակ ու ծծում պիտի տեղամ նրա վրա, և նրա գունդերի վրա, և նրա հետ եղող շատ ազգերի վրա, և ես պիտի փառավորվիմ և սրբվիմ, և ճանաչվիմ շատ ազգերի աչքի առաջին, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։